Եղեցի լույս, ավ է։ Ավ է, ես Աղվա Նասոյանն եմ, այստեղ մենք խոսում ենք պատմության ինչուներից, ինչպեսներից ու պատմական դեմքերից, քանի որ խոշոր հաշվով հենց նրանք էլ կերտում են այդ նույն պատմությունը։ Այսօր կխոսենք մեկից, ով պարզենում էր, որ իմպոտենտ է, բայց միևնույն ժամանակ միշտ եղել է ինտելեկտուալ էրեկցիայի վիճակում։ Նա երկչոտ ու ամաչկոտ էր, բայց ամեն անկյունում խոսում էր իր հանճարեղության մասին։ Ոչ ավելի ոչ պակաս Սալվադոր Դալի։ Նախ ասեմ, չի լինելու են տափակ պատմությունը Արամ Խաչատրյանի հետ հանդիպման մասին, առավել ևս որ դա կատարյալ սուտ է։ Արամ Խաչատրյանը երբեք չի հանդիպել Դալիին։ Այդ խորհրդային միֆ էր։ Դալին մարդ էր, ով երազները վերածեց նկարների։ Դարձավ աշխարհի առաջին նկարիչը, որն իր համբավով չէր զիջում ռոք աստղերին, հորինեց իր ինքնակենսագրականի մեծ մասը եւ ստիպեց շատերին հավատալ դրան։ Նա սեր էր խոստովանում Հիտլերին, սիրում էր սեքսը, բայց միևնույն ժամանակ վախենում էր դրանից։ Ամուսնացել էր ռուսի հետ եւ իրեն վերածել արվեստի գործի։ Փորձենք պարզել, թե ով էր նա իրականում, բայց դրա համար պիտի մտովի տեղափոխվենք բավականին տարօրինակ մի վայր՝ Սալվադոր Դալիի աշխարհ։ Նշեմ, որ հաղորդումը նվիրված է Դալիի կյանքին, այլ ոչ թե նրա ստեղծագործություններին, այնպես որ մի ակնկալեք, որ ես կվերլուծեմ ինչ-որ սյուրռեալիստական խաղին, նկարչական տեխնիկան եւ բացատրեմ, թե ինչ է նշանակում Դալիի նկարները։ Դալին ու անձամբ ինձ համար յուրատեսակ ուսուցիչ է եղել այն առումով, որ լրագրությանը զուգահեռ ես սկսել եմ զբաղվել լուսանկարչությամբ ու Դալին եւ մեկ այլ սյուրռեալիստ Լուի Բունյուելը, ով Դալիի կյանքում մեծ դեր է խաղացել, ինձ վրա շատ մեծ ազդեցություն են գործել։ Սրանք այն լուսանկարներն են, որոնք ես արել եմ նախկինում։ Իդեպ Դալին նույնպես շատ էր գնահատում լուսանկարչությունը եւ հաճախ է մասնակցել ցուցահանդեսների, թեև նա ոչ մի պրոֆեսիոնալ լուսանկար չի արել։ Երբ հարցազրույցներից մեկի ժամանակ նրան հարցրել են, թե ինչու չի լուսանկարում, նա իր սովորական ձևով պատասխանել է, որ տեսախցիկի կոճակները չափազանց շատ են եւ սեղմել է նման է կնոջ G կետը գտնելուն, ինչը նա այտենց երբեք չի կարողացել անել։ Մաստեր на все руки։ Ու եթե կմտածեք, որ սա տարօրինակ պատասխան է, ստիպված եմ հիասթափեցնել ձեզ։ Սա նրա տված տարօրինակ պատասխաններին մոտ չի անգամ։ Ընդհանրապես, Դալիի կյանքին միանշանակ գնահատական տալը բավականին բարդ է։ Իսկ ճիշտ գնահատական տալը գրեթե անհնար, թեկուզ միայն այն պատճառով, որ նա ինքը միտումնավոր իր կյանքը վերածել է սյուրռեալիստական արվեստի գործի։ Հետևաբար նույն կերպ էլ պետք է վերաբերվել դրան։ Թույլ տվեք բացատրել։ Սա լուսանկարն է, իսկ սա կտավը։ Լուսանկարում պատկերված բոլոր առարկաները շատ հստակ տեսք ու կառուցվածք ունեն։ Ինչպես իրականում ասենք դրանք կան։ Եթե շատ կոպիտ ձևակերպենք, այն պարզապես իրականության արտացոլումն է, բայց նույն կերպ կտավին վերաբերվելը մեծագույն սխալ է, քանի որ արվեստագետը ճշգրիտ իրականությունը փոխանցելու խնդիր չունի։ Այն նկարչի մոտեցումն է, հայացքը, վերաբերմունքը տարատեսակ մետաֆորաների ու տես խորհրդանիշերի միջոցով։ Հետևաբար անիմաստ զբաղմունք է նկարչին քննադատել համամասնությունները չպայելու ու, չգիտեմ, լուսանկարչական ճշգրտության բացակայության համար։ Այս սա Սալվադոր Դալիի կյանքն է։ Իրականում այն պարզապես իրականության դրոշն է, բայց պատկերի հետ ամեն ինչ սխալ է, քանի որ արվեստագետը իրականությունը փոխանցելու նպատակ չունի, դա միշտ հեղինակային հայացք է մետաֆորների նկատմամբ։ Հետևաբար չկան այդպիսիք։ Իմաստ չունի նրան քննադատել համամասնությունները չհարգելու եւ, չգիտեմ, լուսանկարչական ճշգրտության բացակայության համար, քանի որ սա Սալվադորի կյանքն է։ Այն չի ենթարկվում, չի տեղավորվում սովորական առօրյա ու մեծ ծանոթ տրամաբանական կանոնների մեջ։ Ընդ որում, հենց ինքը նկարիչը քիչ ջանք չի գործադրել դրա համար, որ իր կյանքը լինի հենց այդպիսին։ Կարևոր է հասկանալ մի պարզ բան. Սալվադոր Դալին միայն կտավները չեն։ Դալին դա Դալին է։ We'll see. Will you welcome please Salvador Dali? Well, I think you've caught something. I can't help noticing that you have an anteater with you, Mr. Dali. Oh, please. Իր կյանքի մեծ մասը Դալին անցկացրեց իրեն գովազդելով ու աշխարհը շոկի ենթարկելով, ընդ որում բառի բուն իմաստերով։ Նա առանց քաշվելու ամաչելու իրեն անվանում է ժամանակակից աշխարհի ամենահանճարեղ նկարիչը։ Նրա փառքը գերազանցում էր անգամ Պիկասոյի փառքին։ Իդեպ, ի տարբերություն բազմաթիվ փոփ աստղերի, որոնք հայտնի են դառնում այդպես մի 5 րոպեով, հետո սոված մեռնում են, Դալին մնաց իր փառքի գագաթնակետին մինչև խոր ծերություն, քանի որ այն ամենը, ինչ նա անում էր, մարտահրավեր էր, եւ այդ մարտահրավերը ուղղված չէր ինչ-որ տենց վերացական հասարակական բարոյականությանը։ Ինչի մասին ենք խոսում, անգամ այսօր սեքսի թեման տաբու է ու դրա մասին առանձնապես ընդունված չէ խոսելը։ Իսկ ով էլ խոսում է, հերիք չի այդ անունը վատ մի բան էլ դառնում է այդպես բոլորի աչքի գրողը։
Չէ, հասարակական կարծիքները ցնցելը չափազանց հեշտ գործ էր Դալիի համար։ Դալին փորձում էր փակուղու առաջ դնել իր ժամանակի ամենաառաջադեմ մարդկանց, որոնք կարծում են, որ ամեն ինչ գիտեն այս կյանքից ու նրանց ոչինչ չի կարող զարմացնել։ 37 տարեկանում գրում է ինքնակենսագրական, որը կոչվում էր Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը։ Այնտեղ ինքն ամենայն մանրամասնությամբ պատմում է իր սեռական կյանքի մասին, թե ոնց էին իրեն ստորացնում, ինքը ոնց էր ստորացնում, մի խոսքով իր բոլոր այլասերված ֆանտազիաների մասին։ Իր կյանքի ամենասարսափելի փաստերն էր գրել մեջը։ Տես Ջորջ Օրվելն ասում էր, որ ինքնակենսագրականին կարելի է հավատալ միայն այն ժամանակ, երբ այնտեղ ինչ-որ տես ամոթալի բան է բացահայտվում։ Իսկ երբ ամեն ինչ ներկայացվում է դրական լույսի ներքո, ուրեմն գրողը ստում է։ Լավ, այդ դեպքում ինչ անել Դալիի ինքնակենսագրականի հետ, ինչ մոտեցում ցույց տալ դրան։ Ու Օրվելը փակուղու առաջ հայտնվեց։ Մի կողմից գիրքը ճկռում էր ինքնագովեստով։ Դալին ամեն երկրորդ տողում գրում էր, թե ինչքան հանճարեղ է ինքը, ու ամեն առավոտ զարթելուց հասկանում է, թե ինչ մեծ երջանկություն է լինել Սալվադոր Դալի։ Մյուս կողմից էլ գրքում ամենայն մանրամասնությամբ նկարագրված էին Դալիի ամենասարսափելի արարքները, ամենաայլասերված ֆանտազիաները, թե ոնց էր ուղակի հավեսի համար երեխեքին ծեծում ու կենդանիներին տանջում։ Օրվելը չհասկացավ Դալիի այսպես ասած պոստիրոնիան։ Ինքը սովոր էր, որ մարդիկ իրենց ներկայացնում են լավ լույսի ներքո ու չէր պատկերացնում, որ ինչ-որ մեկը կհորինի իր մասին նես փաստեր, որ կարդացողի հոգեկանը կխախտվի։ Ինքը Դալիի հեքիաթներն ընդունեց որպես բացարձակ ճշմարտություն ու նրան անվանեց բարոյազուրկ ինչ-որ տենց զանգված։ Ու իսկապես, եթե Դալիի մասին դատենք միայն այն կերպարով, որ ինքը ստեղծել էր իր ինքնակենսագրականում, մենք կտեսնենք ինչ-որ հիստերիկ մի տղայի, ով սպանելու անհակ ցանկություն ուներ։ Իսկ իր օրագրերում, որոնք հրապարակվեցին միայն նրա մահվանից հետո, մենք բոլորովին այլ Դալի ենք տեսնում։ Ռոմանտիկ մի պատանի, որը պարտաճանաչ կերպով անում է դասերն ու տառապում է սիրային պատմությունների ձեռքը։ Ու այս երկուսի տարբերություններն է, որ ինքնակենսագրականը հենց ամենասկզբից էլ նախատեսված է եղել լայն հանրության համար, իսկ օրագրերում նա գրում էր միայն իր համար։ Այնպես որ եթե հաջորդ անգամ Դալիի մասին կլսեք ինչ-որ մի այնպիսի պատմություն, որ շոկի մեջ կընկնեք, անպայման ճշտեք սկզբնաղբյուրը։ Եթե այդ սկզբնաղբյուրն իր ինքնակենսագրականն է, նման փաստին մի փոքր կասկածամտորեն վերաբերվեք, վասնզի այդ նույն ինքնակենսագրականում այնպիսի հեքիաթներ է օրինել, իբր ամենայն մանրամասնությամբ հիշում է կյանքի ներարգանդային փուլը ու մոր արգանդից ձվածեղատես Մի խոսքով Այսօր Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը համարվում է գրական շեդևր, ճշմարտանման ստի ժանրում։ Այն գրեթե դասագրքային օրինակ է, թե ինչպես կարելի է մեկտեղել իրական ու մտածածին պատմությունները, ու ստիպել կարդացողին տանջվել հասկանալու համար, թե այդքանից ինչն է ճիշտ։ Ինքը բավականին տարօրինակ կերպար էր։ Նա ասում էր, որ հանրությունը չպետք է հասկանա, ծիծաղում եմ, թե լուրջ եմ խոսում։ Ու ավելի լավ կլինի, որ ես ինքս էլ դա չհասկանամ։ Այդ պատճառով էլ հասկանալ, թե Դալին ինչ էր մտածում, պրակտիկորեն անհնար է։ Նա լրագրողներին ուղիղ ասում էր, որ խաղում է նրանց հետ, ու եթե լրագրողը ցանկանում է հասկանալ իրեն, թող ինքնուրույն փորձի դա անել։ Բայց պետք է հասկանալ հստակ մի բան. Դալիի բոլոր քայլերը միայն մի նպատակ էին հետապնդում՝ սրամիտ կերպով կոտրել գոյություն ունեցող կլիշեներն ու տենց ստերեոտիպերը։ Դալին երբեք պրովոկացիա չէր անում, հանում պրովոկացիայի։ Հենց դա էլ նրան առանձնացնում է տարատեսակ ֆրիկներից։ Ես շատ կոպիտ գծերով նկարագրեցի հանճարեղ նկարչի կերպարը։ Հիմա եկեք հասկանանք ով էր Սալվադոր Դալին ու ինչպես վտիտ երեխայից վերածվեց Սալվադոր Դալիի։ Իր մանկությունը բարդ չես համարի, իր բոլոր դժվարություններն էլ լիքտ էր ստեղծում, ոնց որ ես մեծ ժամանակ, թարս ռեկուրս է, էլի։ Նա ծնվել է 1904 թվականին Իսպանիայում, իսկ ավելի կոնկրետ Կատալոնիայում։ Կատալոնիան արդեն այդ ժամանակ փորձում էր անկախության հասնել ու դա անում է մինչև օրս։ Ու սենց Կատալոնիայի անկախության կողմնակից աթեիստ ու բավականին հաջողակ նոտարի ընտանիքում ծնվում է երկրորդ երեխան։ Դա տեղի ունենում հանճարների փողոցում։ Այդ փողոցում են ծնվել ու ապրել բազմաթիվ հայտնի երաժիշտներ, նկարիչներ, գիտնականներ, գրողներ, նույնիսկ Սուզանավի ստեղծողը։ Ու նման միջավայրում փոքրիկ Սալվադորը շանս չուներ ավելի նորմալ ու պակաս հայտնի ինչ-որ մեկը դառնալու։ Դալին երկրորդ երեխան էր, իսկ իր եղբայրը, ում անունը Էլի Սալվադոր էր, մահացել էր 2 տարեկան հասակում։ Դալիի ծնվելուց մի քանի ամիս առաջ։ Այսինքն Դալին իր անունը ստանում է եղբոր մահվան պատճառով։ Բառացի իրան ունեցան մեծ աղբոր տեղը։ Ու հենց մեծ եղբայրն էլ իր կամքից անկախ դարձավ Դալիի մանկական տրավմաների աղբյուրը։ Դալին ծնվեց այն անկողնում, որտեղ մահացել էր մեծ աղբերը։ Հագնում էր նրա շորերը, նրա խաղալիքներով էր խաղում։ Ծնողների սենյակում նրա մեծ նկարն էր կախված, բայց այդ ծաղիկներն են ամեն կիրակի եկեղեցական պատարագից հետո մայրը փոքրիկ Սալվադորին տանում էր եղբոր գերեզմանին։ Հիմա պատկերացրեք, դուք երեխա եք ու ձեզ առնվազն շաբաթը մեկ ցույց են տալիս գերեզմանակար, որի վրա ձեր անուն ազգանունն է գրած։ Հոգեկան տրավմա կակ մինիմում։ Բայց ինքն իր ծնողներից կրկնակի սեր էր ստանում։
Աղբոր բաժին սերն էին իրան տալիս։ Շատ էին երես տալիս, այդպես անտանելի բոլոր կապրիզները տանում էին ու ինքը բնականաբար մեծացավ երես առած ու այդպես ինքնուրույն կյանքին բացարձակ անընդունակ երեխա։ Բայց պետք չի Դալիի բոլոր տարօրինակությունները բարթել սրա վրա։ Քիչ դեր չեն խաղացել կոմպլեքսների, իսկ դրանցից ինքը շատ ուներ։ Մորեխների հանդեպ վախից մինչև ծայրահեղ ամաշկոտություն ու աղջիկների հետ շփվելու վախ։ Դեռահաս տարիքում հերը որոշում է որդու հետ խոսալ դրա մասին էլի այդ խոժանական թեմաներով։ Ու չի գտնում ավելի լավ մեթոդ, քան դեռահաս ու ծայրահեղ տպավորվող երեխուն վեներական հիվանդությունների մասին գիրք տալը։ Տալը որն է թաքուն գցում է պայուսակի մեջ։ Որդին էլ կարդում ու այնքան է տպավորվում ու վախենում, որ դրանից հետո вообще վախենում էր սեքսից։ Ու այդ դեպքում որ իր սեքսուալ ֆանտազիաների կնախանձեր անգամ ամենափորձառու այլասերվածը։ Ու Դալիի ինքնությունը ձևավորվում է ամենաթողության ու կոմպլեքսների միքսից, այսպես։ Բայց Դալիի կապրիզները իր կոմպլեքսների դեմ պայքարելու միջոց էին։ Արդյունքում իր թուլություններն ինքը զենք դարձրեց ու պատմության մեջ դժվար է գտնել երկրորդ մեկին, ով իր հոգեկան խնդիրները նման հմուտ կերպով ծառայեցրել է իր օգտին։ Դալին այն կարգի ունակ չէր ինքնուրույն կյանքին, ինչքան այդ հնարավոր էր ուղակի։ Ինքը նույնիսկ գրում էր, որ պատանի ժամանակ չէր կարողանում կոշիկի քուղերը կապել։ Ու մի անգամ ժամերով մենակ է մնացել դասարանում, որովհետև չգիտեր, որ դուռը բացելու համար պիտի դռան բռնակը պատատել։ Այս իրականում իր հերթական հեքիաթն է հիշեցնում։ Ուղղակի այս հարցում իր դասընկերոջ վկայությունները կան, որը պատմում է, որ Դալին լրջով, ասենք, տարական բաներ չգիտեր։ Ասենք ինչպես կինոյի տոմս գնի կամ տաքսում վճարի։ Դալին անկախ չէր ու չէր կարող ինքնուրույն լինել։ Առաջին կրթական փորձը սովորական դպրոց էր։ Հայրը ձախ Հայաստանի տեր էր ու կարծում էր, որ իր որդին չպետք է առանձնանա իր հասակակիցներից հարուստ լինելու պատճառով, էլի։ Բայց 1 տարի անց կամակոր տղան արդեն այնքան էր նադայել արել ուսուցիչներին, որ բոլորով ձեռքը կրակն էին ընկել։ Դա էլ քիչ էր, պարբերաբար բուլինգ էր ենթարկվում դասընկերների կողմից։ Արդյունքում հայրը որոշեց նրան տեղավորել բավականին հարգի մասնավոր դպրոց, ֆրանսերենի խորացված կրթությամբ։ Արդյունքում արդեն 12 տարեկանում Դալին ոչ միայն հիանալի խոսում էր ֆրանսերեն, այլ մտածում էր ֆրանսերեն։ Բայց տարօրինակ վարքի հետ խիստ ուսուցիչներն այդպես էլ չկարողացան ոչինչ անել։ Նա ձևացնում էր, թե գրել չի կարողանում ու որ պարբերաբար հալյուցինացիաներ է ունենում։ Եթե վախենում էր, որ իրեն կկանչեն, տես դաս պատասխանելու, պրոստը սեղանը շուռ էր տալիս։ Բայց կար մի զբաղմունք, այսպես ասած, որին Դալին կարող էր տրամադրել իր ամբողջ ազատ ժամանակը՝ նկարել։ Նկարելն սկսել է շատ փոքր տարիքից։ Մի անգամ ծնողները խնդրում են մի փոքր սենյակում տես արվեստանոցի պես մի բան սարքել։ Հայրը բավականին ուրախանում է նրա այդ խնդրանքից։ Կահավորում է սենյակներից մեկը բոլոր անհրաժեշտ ամեն ինչով ու Դալին օրերով կարող էր դուրս չգալ այդ սենյակից։ Ժամանակի ընթացքում մանկական հետաքրքրությունը դառնում է Դալիի ամենամեծ գիրքը, ու արդեն այդ ժամանակ հնարավոր էր տեսնել ապագա Դալիին՝ խելացի, բայց անտանելի կապրիզնի, խոցելի, բայց անգերազանցելի մանիպուլյատոր, պարփակված, չնայած այն ամբողջ ուշադրությանը, որով նա շրջապատված էր։ Բայց ինչքան էլ տարօրինակ է, Դալին չէր ձգտում ազատվել իր միայնությունից։ Ինչքան էլ դա նրան տառապանք էր պատճառում, նա ամենուրեք փնտրում էր այդ միայնությունը, որը կարծես թե նրան յուրատեսակ ներշնչանք էր պարգևում։ Դալիի հայրը շատ արագ նկատեց, որ նկարչությունը միակ բանն է, որ հետաքրքրում է այս երեխուն, ու վարձեց քաղաքի լավագույն նկարչին, որպեսզի վերջինս պարապի տղայի հետ։ Նա ոչ միայն նկատեց Դալիի անսահման տաղանդը, այլև կարողացավ ամբողջությամբ բացել ու վերհանել այն։ Հենց ուսուցիչը համոզեց հորը, որպեսզի տղային ուղարկի Մադրիդ սովորելու։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Դալին տարավ իր կյանքի առաջին մեծ ցնցումը։ Մահացավ նրա մայրը։ Միակ մարդն այս աշխարհում, ում Դալին կապված էր ընդ որում շատ ուժեղ կերպով։ Այդ ժամանակ պրովինցիալ քաղաքից Դալին հայտնվեց Մադրիդում ու անմիջապես ինտեգրվեց քաղաքային բոհեմին։ Ստեղ եկեք մի քիչ շեղվենք ու մի կարևոր դետալի մասին խոսենք, առանց որի ուղղակի անհնար կլինի հասկանալ հետագա իրադարձությունները։ Խոսքը նրա քաղաքական հայացքների մասին է։ Դալիի մասին գրեթե բոլոր կենսագրական ֆիլմերում նշվում է, որ նա աջակցում էր ֆաշիզմին ու համակրում էր Հիտլերին։ Ու նա իսկապես նման մի բան ասել է, բայց սիրում եմ էլի այս բայցերը։ Ինչքանով էր նա անկեղծ այդ ժամանակ։ Եթե բռնենք ու sense timeline-ի պես իրար կողք շարենք այն ամենը, ինչ Դալին երբևէ ասել ու արել է, ստացվում է մի մարդու կերպար, ով քաղաքականության վրա այն որ տես վերևից թքած ուներ։ Եթե ինչ-որ գաղափարներ էլ երբևէ հարել է, ապա կոմունիստական, այն էլ շատ ջահել տարիքում, բայց այդ տարօրինակ չի, որովհետև այդ ժամանակվա առաջադեմ երիտասարդության մեծ մասը հարում էր կոմունիստական հայացքներին։ Նա իր օրագրում բազմիցս գրել է, որ հիանում է Լենինով, հետո գովում էր Տրոցկուն ու ներվայնանում էր, թե ինչու Իսպանիայի աշխատավորները տենց ոտքի չեն հելնում։ Բայց
Քանի մեծացավ, այնքան ավելի դից հեռացավ ցանկացած քաղաքական գաղափարից, քանի որ քաղաքականությունը չափազանց լուրջ է ու չափազանց հեռու է արվեստից։ Ու սկսեց իր պատկերացրած քաղաքականությունը համեմել հումորով ու արվեստով։ Տեսեք ինչ էր ասում քաղաքականության մասին արդեն իր կյանքի երկրորդ հատվածում։ Երկրորդ համաշխարհային ավարտից հետո Դալին հրապարակավ հայտարարեց, որ աջակցում է գեներալ Ֆրանկոին։ Դրան էլ գումարած դադարում է լինել աթեիստ ու վերադառնում է կաթոլիկ հավատքին։ Հետո Ֆրանկոյի մահից հետո Դալին հայտարարեց, որ Իսպանիան պետք է դառնա բացարձակ միապետություն, որովհետև ինքը կանգնի դեմ է ազատություններին ու կողմը Սուրբ ինկվիզիցիային։ Դալին Իսկ երբ իշխանությունն անցավ արքային, ապա իրենց հանդիպման ժամանակ Դալին ասաց, որ ինքը միշտ եղել է միապետության կողմնակից ու անգամ անարխիստ։ Հենց որ Դալին ավելի շատ կոնֆորմիստ էր, ով ուզում էր ապրել իր համար, ոչ թե ուրիշների։ Հիմա վերադառնանք այն Դալիին, որը նոր ընդունվել էր Մադրիդի գեղեցիկ արվեստների ակադեմիա։ Այնտեղ նա ծանոթանում է 3 հոգու հետ, որոնք շատ մեծ ազդեցություն են ունենում նրա կյանքի ու ստեղծագործության վրա։ Առաջին Լուի Բունյուել, իմ ամենասիրելի ռեժիսորներից։ Համաշխարհային կինոյի այդ ժամանակ դեռ ապագա դասականը։ Իդեպ Դալիի գրած սցենարով կարճամետրաժ ֆիլմ ունի նկարած, կոչվում է Անդալուզիան շունը։ Հղումը կդնեմ նկարագրության մեջ, պարտադիր նայելու կինո է։ Երկրորդը Գարսիա Լորկա, իսպանական պոեզիայի ապագա աստղը, ու երրորդը Զիգմունդ Ֆրեյդ։ Զզվում եմ իրանից։ Իհարկե Դալին ակադեմիայում անձամբ չծանոթացավ Ֆրեյդի հետ, այլ միայն գրքերով։ Ուղղակի այդ գրքերը շատ մեծ ազդեցություն կունենան նրա վրա։ Մադրիդում Դալին բոլորին շոկ էր ենթարկում իր էքստրավագանտ շորերով ու երկար մազերով։ Ուրեմն, այս 3-ը Դալիի կերպարից լավ օգտվում էին, գնում էին ինչ-որ բառ, Դալին բզբզում էր ու ինչ-որ մեկը վիրավորական ռեպլիկ թողի, էլի։ Բարից հանում էին դուրս ու 3-ով ծեծում։ Ասեք խի էլի։ Բայց այսքանով հանդերձ Դալին չէր մոռանում արվեստի մասին։ 17 տարեկան էր, երբ կազմակերպեց իր առաջին անհատական ցուցահանդեսը։ Ու եթե այդ ժամանակ տեստեք Սալվադոր Դալիի աշխատանքները, մեկների ծայրով անգամ չեն ասի, որ ձեր առայր սյուրռեալիզմի հանճարի գործերն են։ Այն ժամանակ դեռ չկային տես ոչ մի հալվող ժամացույցներ, էրոտիկ պրովոկացիաներ, մի խոսքով այն ամեն ինչը, ինչ հասկանում ենք Դալի ասելով։ Հայրը այնքան գոհ էր Դալիով ու իրականացրեց իր որդու երազանքը։ Նրան ուղարկեց Փարիզ, որ այնտեղ գնա տես Լուվրը տեստի ցուցահանդեսների մասնակցի մարդամեջ դուզգա մի խոսքով։ Բայց դրա փոխարեն Փարիզ հասնելու պես Դալին գնում է Պիկասոյի հետ ծանոթանալու։ Այդ ժամանակ արդեն հասկանում էր, որ չնայած իր բոլոր հաջողություններին, իր կյանքում տես ինչ-որ բան է ինչի էլի, ու իսկական հաջողությունը այ հենց այստեղ է Փարիզում։ Իսկ այդ ժամանակ Փարիզը համաշխարհային մշակույթի մայրաքաղաքն էր։ Ինչքան ճանաչված արվեստագետ կար այդ ժամանակ Փարիզում էր տժում։ Հա, բայց հորն ինչպես համոզել, որ պետք է մնա ու ապրի Փարիզում։ Դալին այդ ժամանակ հարուստ ընտանիքի աղքատ ուսանող էր ու ամբողջությամբ կախված էր ծնողներից ու ծնողից։ Ու ինքը դիմում է իր սիրած էպատաժին ու մանիպուլյացիաներին։ Ավարտական քննություն։ Ոչ մեկի մոտ կասկած անգամ չկա, որ Դալին անտիր է հանձնելու քննությունը։ Ինչ անում Դալին, կանգնում է ու ասում, որ չի պատասխանելու, որովհետև ստեղծած ոչ մեկ այնքան չկա, էլի որ քննի իրեն։ Դրանով նա փաստացի հրաժարվեց նկարչի դիպլոմից ու հավերժ փակեց նկարչության ուսուցիչ դառնալու հեռանկարը։ Սրանով ոչ միայն փաստացի հրաժարվեց հեշտ ուղուց, այլև փաստի առաջ կանգնեցրեց հարազատ հորը։ Այդ ժամանակ ինքն արդեն ճանաչված դեմք էր։ Նրա ավանգարդ ոճի կտավները պարբերաբար հայտնվում էին ամբողջ Իսպանիայի տարատեսակ ցուցահանդեսներում։ Շատերը նաև վաճառվում էին։ Այստեղ նաև Լորկայի հետ ընկերությունը, ով արդեն հայտնի գրող էր ու բավականին գովերքող հոդված գրեց Դալիի մասին։ Դրանից էլ ավելի լավ գովազդ չէր կարող լինել։ Հետո արդեն սեփական գովազդի վրա սկսեց աշխատել հենց ինքը Դալին։ Նրա նկարներից մեկը այն աստիճանի ամբարո համարեցին, որ հրաժարվեցին ցուցադրել ցուցահանդեսում։ Էս է նկարը։ Կոչվում է չբավարարված ցանկություններ։ Նայում ես առանձնապես ոչ մի բան չկա, բայց այդ թվերի համար էս իսկական շոկ էր։ Սրանից մեծ սկանդալ առաջացավ։ Իսկ ինչքան սկանդալը մեծ էր, այնքան Դալիի համբավն ավելի շատ։ Ինչքան շատ ուշադրություն կար Դալին այնքան ավելի շատ էր օգտվում դրանից ու ավելի շատ էպատաժների դիմում, ամբողջ իսպանական մշակույթն անվանելով բարախլո։ Ու դրանից անմիջապես հետո Դալին իր կարիերային բոլորի համար անսպասելի դադար է վերցնում։ Մադրիդից գնում է փոքրիկ ծովափնյա քաղաք ու ասում են, որ պատճառը Լորկայի հետ ընկերությունն էր։ Դե Լորկան հայտնի հոմոսեքսուալ էր ու դրա մասին գիտեն բոլորը։ Ու այդ ընկերությունը քիչ է մնում անցնել դες բոլոր սահմանները։ Դե որովհետև պարզ է, չէ՞ որ Լորկան բացի արվեստի մասին զրույցներից երբ ավելի ինտիմ բանել առաջարկած կլինի։ Ամբողջ հարցներն էր, որ Դալին դες առանձնապես դեմ չէր, բայց իր ցանկություններից վախենալով ուղղակի փախավ։ Դալին 25 տարեկան է։ Հենց այս տարիքում նա վերջապես գտնում է իր մուսային։ Այդ ժամանակ կանանց մասին Դալին բառացիորեն ոչինչ չգիտեր։ Հա, իհարկե կանայք նրան հետաքրքրում էին, հուզում էին, ինչի՞ չէ, հատկապես ոնց որ ինքն էր ասում էլեգանտ կանայք։ Սիրուն կանանց ինքը էլեգանտ էր համարում, բայց վախենում էր կանանցից։ Էլ չասեմ, որ ամեն սովորական բանից զզվում էր։ Ու այդ ժամանակ իր ճանապարհին է հայտնվում Գալան։ Նրա ընտրյալը դառնում է Գոմբերգ Դիագնաբան։ Նա Իլուարի կինն էր։ Տարիքով իրենից 10 տարի մեծ, բայց դա ռսի պարավը որն է։
Իր անունը Ելենա էր։ Ինքը չգիտես ինչու իրան տես Գալինա էր անվանում, բայց բոլորը նրան հիշում էին որպես Գալա։ Ինքն այնպիսի կին էր, որ մի կողմից տոն էր, մյուս կողմից տես պատուհաս ու աղետ։ Ծնվել է ռուսական կայսրությունում, սովորել գիմնազիայում, Մարինա Ցվետաևայի կուրսեցին էր, բայց կեսից թոքախտով է վարակվում ու գալիս է Շվեյցարիա բուժվելու։ Հենց այստեղ էլ ծանոթանում է ֆրանսիացի պոետ Պոլ Էլուարի հետ։ Ամուսնանում են ու տենց։ Սրանք մի օր արձակուրդ են գալիս ու ծանոթանում են Դալիի հետ, տենց հնդածս։ Դալին տենց ահագին ժամանակ կողքից հետևում էր նոր ծանոթին։ Իդեպ Էլուարին ինքը Լորկայի մակարդակի պոետ էր համարում, այսինքն բավականին բարձր էր գնահատում նրա արվեստը։ Որոշում են գնալ լողափ։ Այս սրան Դալին անտիր է պատրաստում, լողազգեստը հագնում, ականջի հետևը ծաղիկ է դնում ու սեփական արտադրության օծանելիքն է ցանում։ Դե որ լավ տպավորություն գործի, էլի ուղղակի բանը այդ օծանելիքը ինքը սարքել էր ձկան սոսնձից ու էծի թրիկից։ Այդ ոնց են ասում դրան, չգիտեմ, մի խոսքով հասկացանք։ Հենց այդտեղ էլ Դալին առաջին անգամ տեսնում է Գալային լողազգեստով։ Դա նրա երազանքների կինն էր, կին, որին ամբողջ կյանքն էր սպասել։ Ու այդտեղ ինքը հասկացավ, որ ծաղիկն ու օծանելիքն այդքան էլ տպավորիչ չեն։ Ազատվեց դրանցից ու կյանքի մեջ երևի թե առաջի անգամ մարդը մեջ դուրս եկավ մարդաբարին։ Նու նորմալ մարդու տեսքով, ուղղակի լողազգեստով։ Դալին ամբողջ ընթացքում Գալայից փող չի գալիս։ Էլ կոշիկն է հագցնում, էլ ջուր է բերում, էլ չգիտեմ հումորների տենց վրա հիստերիկ ծիծաղում է։ Դալին տարվում է Գալայով, նրան արդեն իր մուսան էր համարում։ Թեև հիմա կարելի է ասել, որ իրականում նրանք ստեղծված են իրար համար։ Հետագայում Դալին կգրի. Գալան ներխուժեց իմ կյանք ու խախտվեց իմ մենակությունը։ Այդ ժամանակ էլ չկար միակ ու անկրկնելի Դալի, կար Դալի ու Գալա։ Ու չնայած Գալան ամուսնացած էր, այդ ոչ մեկին հետաքրքիր չէր, անգամ իր սեփական ամուսնուն։ 20-ականներ ենք խոսում։ Այդ ժամանակվա բոհեմի ազատամտությունը նույնիսկ մեր օրերում է այլասերվածություն դիտվում։ Իսկ այն տարիներին ձեռի հետ մի քանի սիրած ունենալը նորմա էր։ Սովորական բան։ Ավելին, Գալան պաշտոնական սիրածուն էր։ Նկարիչ ավանգարդիստ Մարքս Էրստը։ Ավելին, երեքն էլ ապրում էին Էլուարի տանը։ Մարդը կնիկը սիրածը, բայց այնպես չէ, որ Էլուարն էլ տենց սուրբ էր։ Մի հսկայական բանակ էլ ինքն ուներ։ Վերադառնանք Գալային։ Դատելով ամուսնուց ու սիրածներից պարզ է դառնում, որ ինքը նախընտրում էր տես տաղանդավոր տղամարդկանց։ Դալի առաջ ծանր խնդիր էր դրված։ Ինքը պիտի Գալային խլեր թե ամուսնուց Էլուարից, թե Էրնստից, սիրածից։ Երբ Էլուարը կնոջ սիրեկանի հետ վերադառնում է Փարիզ, Գալան որոշում է մնալ Դալիի մոտ։ Այդ ժամանակ իրաց մեջ խոստովանություն է տեղի ունենում, բայց այդ նես չի եղել ոնց որ տես մեր սովորական մարդկանց մոտ։ Դալին ստիպում է որպեսզի Գալան ասի ամենատարօրինակ ու բուռն ցանկությունը։ Ինչ ասի որ լավ է, ասում է սպանի ինձ։ Մեր հերոսն էլ քիչ ամնում իրականացնի Գալայի ցանկությունը ու հրում է որ գցի ձորը, բայց իրավիճակը փրկում է կատալոնա-ռուսականա ֆրանսիական համբույրը, ու այդ պայից սկսած երկուսին իրարից առանձին պատկերացնել ուղղակի հնարավոր չէր։ Գալան թողնում է ամուսնուն, սիրածին ու աղջկան։ Չնայած Դալիի հետ ամուսնանում է միայն 5 տարի անց։ Մի օր Դալին որոշում է Գալային նվիրել իր ատամը։ Գալան դա գնահատում է, Դալիի մեջ պոտենցիալ է տեսնում ու գնաց։ Չնայած որ իր ծանոթության սկզբում 25 տարեկան էր, Դալին անգամ փող հաշվել չգիտեր, այն որ լուրջ չգիտեր։ Ինքն անկեղծորեն հավատում է, որ կոպեկով 500 ֆրանկն ավելի շատ փող է, քան ասենք թղթով 1000-ը։ Ինչ խոսք, մի ահագին ժամանակ ես էլ էի դες մտածում։ Գալան Դալիի ոչ միայն սերն էր, այլև իր ֆինանսական անկախության երաշխիքը։ Վերջապես ինքը կազատվեր հորից կախվածությունից։ Սրա մասին մի փոքր ուշ կխոսենք։ Իսկ այդ ժամանակ Գալան, որը ժամանակակիցների խոսքերով տես մխտարագույն կին էր, Դալիի ամենախենթ գաղափարներով գնում էր տարատեսակ հովանավորների մոտ ու նրան անընդհատ մերժում են։ Բայց ինքը չի հանձնվում։ Մի խոսքով Դալի Գալա մշակութային համագործակցությունն ահագին հաջող է ստացվում։ Ու իրենց ամուսնության մեծ մասն էլ բավականին երջանիկ էր։ Գալան դարձավ Դալիի գլխավոր ոգեշնչման աղբյուրը, նրա ամենասիրելի մոդելը։ Իր լավագույն գործերում ինքը նկարում էր հենց Գալային։ Գալատեան ստեղծման պահին, Գալա աստվածամայր, Գալան տավարի կողերով։ Մի խոսքով, մի օր լրագրողները հարցնում են. «Ինչ ես կնոջդ նկարում մսի կտորն ուսին դրած»։ Գիտեք ինչ է ասում։ Ես սիրում եմ իմ կնոջը ու սիրում եմ կողեր։ Ինչի չնկարեմ միասին։ Հիմի ոնց որ սիրածս աղջկան պամիդորով ձվածեղը ուսին դրած նկարած, լավ մի խոսքով։ Որ թե չէ, լավ։ Բայց ինքնին Դալին այս ամենը շատ բարդ ձևով էր բացատրում։ Ինքն ահագին լավ էր տիրապետում հոգեվերլուծությանը։ Ֆրեդի ֆանատ էր, շփվում էր ժամանակի լավագույն հոգեվերլուծաբանների հետ ու տավարի կողերն էս նկարում ոնց որ յուրատեսակ զողողություն լինեին։ Այսինքն ինքն ուզում էր ուտել Գալային, ընդհանրապես ինչն իր մոտ հետաքրքրություն էր առաջացնում, ինքն ուզում էր ուտել, դե գոնե ինքը տենց էր ասում։ Մի խոսքով, Գալայի հետ հարաբերությունների ընթացքում որոշում է խզել հարաբերությունները հոր հետ։ Մի քիչ առաջ որ ասացի, սա միակ եղանակն էր, որի միջոցով ինքը կանկախանար հորից։
Բայց կարևոր է որպեսզի հայրն ինքը խզի հարաբերությունները, որպեսզի հետ գնալու ճանապարհ չլինի, կամուրջները վառվեն։ Ինչ է անում։ Իր աշխատանքներից մեկում գրում եմ. «Մեկ-մեկ զուտ հաճույքի համար ես թքում եմ մորս նկարին»։ Դա ու չենք մոռանում, որ մորը Դալին շատ էր սիրում ու շատ կապված էր հետը։ Սա ընդամենը հորը պրովոկացնելու փորձ էր։ Հորը հունից հանում է նման պահվածքն ու նա խզում է հարաբերությունները Դալիի հետ։ Դալին չի հանգստանում ու հորն ուղարկում է օգտագործած ու սերմնահեղուկով լցված պահպանակ բավականին էպատաժային գրությամբ. «Ես այլևս ոչինչ քեզ պարտք չեմ»։ Բայց կարևոր փաստ, պահպանակի պատմությունը Դալին անձամբ ինքն է պատմել, ուրիշ ոչ մի վկայություն չկա ու պատմել է վերնշածս գրքի մեջ, այնպես որ կարելի է նաև չհավատալ դրա իսկությանը։ Ոչ հերքող, ոչ հաստատող փաստեր չկան։ 30-ականներ Սյուրռեալիզմի ու Դալիի ամենաբեղուն տասնամյակը, բայց Դալին սյուրռեալիստների հետ կռվում է ու հայտարարում է. «Ես եմ սյուրռեալիզմը»։ Եկեք հասկանանք ինչ է սյուրռեալիզմը։ Չնայած Դալին ամենահայտնին է այդ ուղղության մեջ, բայց այդ ինքը չի հնարել։ Ու դա ոչ այնքան կտավների ու նկարչության մասին է, որքան շատ կոնկրետ մտածելակերպի, այսինքն պետք է ազատ մտածել, կաղապարներից դուրս։ Սյուրռեալիստական կոնցեպցիան շատ կոնկրետ սոցիալական, ոնց ասեմ, հակվածություն ուներ, սոցիալիստական ներողություն։ Ինքն իր մեջ ներառում է երազը, իրականությունը ու կյանքի աբսուրդը։ Այս ուղղության մանիֆեստը տվել է ֆրանսիացի գրող Անրի Բրետոնը։ Որպես կանոն սյուրռեալիստները իրենց երդվյալ ձախականներ էին ու հիմնական էությունը մարդկային մտածելակերպի ազատագրումն էր։ Դալին նույնպես դրա կողմնակիցն էր ու շատերին կարող է սովորեցնել ինչ է դա նշանակում, բայց իր քաղաքական հայտարարությունները, ոնց որ քիչ առաջ ասացի, տարօրինակ էին։ Երբ փողոցում տեսնում են ինչպես են ուսանողները Իսպանիայի դրոշը վառում, չենք մոռանում, ինքը կատալոնացի էր, իսկ Կատալոնիան մինչև այսօր պայքարում է անկախանալու համար։ Դալին թքած ուներ դրա վրա, բայց ոտը կախեցում տեսնելով вообще ինչ է կատարվում։ Ոստիկանները գալիս են, բոլորը թռնում են, մնում են մենակ Դալին, որը չէր հասկանում ինչ է կատարվում այստեղ։ Բռնում խեղճին տանում են, հետո բաց են թողնում, բայց Կատալոնիայում Դալիի համբավը հասնում է ամպերին, որպես մեծ հեղափոխական։ Մի անգամ կանչում են, որ երկրորդ համաշխարհային ավարտին նվիրված ճառասի։ Բարձրանում է բեմ, խառնվում իրար, տեքստը մոռանում ու ինչ ասի որ լավ լինի։ Կեցը Ռուսաստանը, կեցը Գերմանիան։ Արա Գերմանիան ու Դալիճում ձեզ կրտոք է սկսվում։ Հետո արդեն Գալեի հետ ամուսնացած ժամանակ կանչում են կատալոնացի հայրենասերների ակումբում ելույթ ունենալու։ Բարձրանում է բեմ ու սկսում ամենավերջին բառերով հայհոյել ակումբի հիմնադիրներին։ Վերջերս խեղճին հազիվ են հանում Դալիճից, որ չտան սպանեն։ Այդ դեպքից հետո Դալին իրենց մոտ ելույթ ունենալու են կանչում անարխիստները։ Դալին մի հատ ամբողջական հաց, ասենք հրազդան, կապում է գլխին ու գնում Գալեի հետ։ Հենց մտնում է ներս, էլի տենց սկսում է բերնի եկածն ասել։ Անարխիստերից մեկն ասում է՝ «Հո, պապեր, մեր կնիկ երեխեքը այստեղ նստած են»։ Դալին ասում է՝ «Ինչ, իմ կինն էլ է այստեղ»։ Ու առհասարակ ես մտածում եի, սա անարխիստերի, այսինքն ազատամիտ մարդկանց հանդիպում է։ Արդյունքը՝ մի շաբաթ բամբակով ջուր են կաթացնում բերանը։ Դալին անգամ խաղեր էր տալիս Հիտլերի հետ։ Մի քիչ առաջ տենց էլի ասել եմ դրա մասին։ Բայց ասում էր, որ Հիտլերին ինքը տեսնում է կնոջ կերպարում։ Հիտլերն իր համար շատ ախորժելի է ու ինքը մեծ հաճույքով կուտեր նրան։ Դալին առհասարակ քաղաքականության մեջ աբսուրդ էր տեսնում։ Ինքը դες միշտ քվեարկում էր միայն մեկ քաղաքական գործչի օգտին։ Ինքն իր սիրած քաղաքական ուղղությունը անարխիստական միապետությունն էր, ցնդաբանություն, որը երբեք գոյություն ունենալ չի կարող։ Ինքն ասում էր անարխիան միապետության ժամանակ։ Այս սա է լավագույն քաղաքական դոկտրինը։ Ինչ որ պահի դες խփտվել էր հացի վրա, գլխին էր կապում իր կոմպոզիցիաներում էր օգտագործում, շաղ էր տալիս փողոցում ու շատերը դրա մեջ սոցիալական բունտ էին տեսնում։ Չնայած Դալին ծիծաղում էր դրանց վրա։ Քննադատներն ասում էին, որ դա խորհրդանշում էր աղքատ երկրներում սովը ու որ Դալին դրա դեմ էր բողոքում։ Դալին էր պատտվում ու ասում է, սա մաքսիմում հակահումանիստական պերֆորմանս է։ Իմ հացը խորհրդանշում էր ճոխ երևակայության վրեժը պրակտիկ աշխարհի ուտիլիտարիզմի դեմ, այդ հացը կդառնա արիստոկրատ, սոփեստական, ճիզվիտական, ֆենոմենալ ու շլաստող։ Բանը Եթե հիմա պաուզա եք տվել, որ իմաստը հասկանաք, իզուր մի տանջվեք, իմաստ պրոստը չկա։ Զառանցանք է ուղղակի, ինչքան սիրուն բառ գիտես, շարել եմ մի նախադասության մեջ։ Այդ ժամանակ Դալին մոտիկություն էր անում այն նկարիչների հետ, որոնք ձախական հայացքներ ունեին ու հետաքրքրված էին սոցիալիստական գաղափարներով։ Ու հենց այդ ժամանակ 1933 թվականին Դալին նկարում է Վիլհելմ Թելի հանելուկը վերտառությամբ կտավը։ Առհասարակ շվեյցարական ազգային էպոսը Դալին յուրովի էր մեկնաբանում։ Ինքը դա դիտարկում էր որդիասպանության տեսանկյունից։ Ընդհանրապես հայրեր ու որդիներ թեման այդ իր ցավոտ տեղն էր, բայց այդ կտավը մեծ սկանդալ է առաջացնում, որովհետև Թելը ինչ որ շատ նման էր Լենինին։ Հերիք չի, դες նստատեղի մի մասն էլ ձգված դրված էր դամգրատի վրա։ Դրանից հետո սոցիալիստ սյուրռեալիստները Դալին հեռացնում են իրեն շրջապատից։ Սյուրռեալիստներն այդ ժամանակ ավելի շատ քաղաքականությունից են խոսում ու ավելի քիչ արվեստից։ Ու Դալին որոշում է սյուրռեալիզմի տեղը հետ բերի ու մենակ իր համար։ Սյուրռեալիզմն այդ ես եմ, ասում էր ինքը, կրկնենք էլի։
Երբ իշխանությանը գալիս գեներալ Ֆրանկոն, միակ ֆաշիստը, ով երկրորդ համաշխարհային ավարտից հետո մնաց իշխանության, իր մասին առանձին վիդեո կնկարեմ, արվեստը վերածվում է պրոպագանդայի գործիքի ու քաղաքականությունն ավելի արմատապես մտնում արվեստի բոլոր ճյուղեր։ Հետազոտողներն ասում են, որ այդ ժամանակ Դալին ակնհայտորեն աջ հայացքների տեր էր, բայց չենք մոռանում, որ Դալին այդ ամենն անում էր բացառապես սեփական շահի համար։ Ու երբ սկսվում է քաղաքացիական պատերազմն Իսպանիայում, Դալին հերթական հարվածն է ստանում։ Պատերազմում զոհվում է Ֆեդերիկո Գարսիա Լորկան։ Այս պատմության մեջ առհասարակ լիքը անհասկանալի պահեր կան։ Պոետի մարմինն այնցա չգտան։ Ենթադրվում է, որ նրան գնդակարել են ֆրանկիստները, դե ինքը սոցիալիստներ համել, ասում են մասոներ։ Տարբերակ էլ կա, որ ոչ թե զոհվել է, այլ կորցրել է իշխողությունն ու կորել։ Մի խոսքով, դրանից հետո Դալին ընկերոջ կերպարը հավերժացնում է իր կտավներից մեկում, որը կոչվում էր անտեսանելի աֆղանական ճամփորդը ծովապին ու Գարսիա Լորկայի դեմքի ուրվականը մրգերի ափսեի տեսքով կամ տեսվի բան շատ կարճ ու հասկանալի անվանում։ Հենց 30-ականներին է ձևավորվում Դալի այն յուրատեսակ ոչն ու այսպես ասած այցեքարտը, որը մենք հասկանում ենք այսօր Դալի ասելիս։ Իսկ թե ինչ զարգացում ունեցավ, մի օր կպատմեմ։ Դե որպեսզի ձեզ շատ չձանձրացնեմ ու հանճարեղ նկարչի կենսագրության կարևորագույն հատվածներն էլ բաց չթողնեմ, որոշեցի այս հաղորդումը բաժանել երկու մասի։ Ինչ կլինի հետո, ինչպես Դալին կգնա Ամերիկա եւ որ համաշխարհային բրենդի լոգոտիպը կստեղծի, եւ թե ինչպես նրա բեղերը կպահպանվեն անգամ թաղելուց մի քանի տասնամյակ անց, կիմանաք հաջորդ թողարկմանը։ Բաժան արտագրվեք, որ բաց չթողնեք։ Չաո։